Հյուսիս-հարավն ակտիվ շինարարական ընթացքի մեջ է։ Հունիսի 27-ին շինհրապարակում էին Իրանի փոխնախագահն ու արտգործնախարարի տեղակալը, Հայաստանի փոխվարչապետն ու տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը, ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրենը, երկու երկրների դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, ազգային ժողովի падգամավորներ եւ այլ հյուրեր։ Ներկաները շրջայց կատարեցին Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր ճանապարհահատվածի արդեն իսկ փորված երկու թունելներում, ծանոթացան կատարված աշխատանքին։ Սա շատ դժվար աշխատանք է։ Նման լեռնային պայմաններում թունելներ ու կամուրջներ կառուցելը ողջունելի է։ Այս նախագիծը ազդելու է տարածաշրջանի բոլոր երկրների վրա։ Նույն գործը իրականացվում է նաև իրանական կողմում, որպեսզի երկու ճանապարհահատվածները միանան իրար։ Շրջայցին հաջորդեց պաշտոնական արարողությունը։ Հյուրերն ընդգծեցին նախագծի կարևորությունը տարածաշրջանի համար եւ մաղթեցին բարի ընթացք։ Վերջին տարիների ընթացքում Իրանի եւ Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը բազմաթիվ անգամ աճել է։ Իրանը ու Հայաստանը բացի համագործակցությունների զարգացումից այլ տարբերակ չունեն։ Սա բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից։ Մենք աջակցում ենք տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը։ Քաջարանի թունելի կառուցման պայմանագրի ստորագրման արարողությունից հետո հանդիսավոր արարողությամբ տրվում է հերթական թունելի աշխատանքների մեկնարկը։ Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի խոսքով Քաջարանի թունելի կառուցումը հյուսիս-հարավ ավտոմայրուղու փուլերից մեկն է, որը հնարավորություն կտա ամբողջությամբ գործարկել առաջնահերթ համարվող հարավային հատվածի մեծ մասը։ Թունելը հագեցած է լինելու ժամանակակից անվտանգության համակարգերով, ինչը կարևորագույն նշանակություն ունի, ինչպես նաև մենք Քաջարանի թունելով կշրջանցենք Մեղրու լեռնանցքը, որը ճանապարհը կկրճատվի շուրջ 40 րոպեով 14 կիլոմետրով։ Բարգուշատի թունելի հետ կապված հիմա բանակցություններ են ընթանում ֆրանսիական կողմի հետ, որը եւս նախատեսվում է բանակցությունների ավարտից հետո նաև համապատասխան գործընթաց իրականացնել։ Թունելով կշրջանցվի Մեղրու լեռնանցքը, ինչը զգալիորեն կբարձրացնի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծի խուսափել ձմռանը անանցանելիության հետ կապված դժվարություններից, նշեց Դավիթ Խուդատյանը։ Շուրջ 50% կատարողական ունենք Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածի շինարարության հրապարակում, մենք այսօր այնտեղ այցելեցինք։ Երկու թունելների փորման աշխատանքները ավարտվել են այդ հատվածում, բետոնացման աշխատանքներ են իրականացվում, 15 կամուրջներից 14-ում ինտենսիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այսօրվա մեկնարկով Հայաստանում նոր ավելի մեծ շինհրապարակ ունենք, որը Քաջարանի թունելի կառուցման շինարարական հրապարակն է, 7.2 կիլոմետր երկարությամբ թունելի, որը պիտի կապի հյուսիս-հարավի կարևոր մի հատված, ապահովի անխոչնդոտ անցում շրջանցելով Մեղրու լեռնանցքը, որը ծովի մակարդակից Հայաստանի ամենաբարձր ճանապարհային հատվածն է, եւ այստեղից հնարավոր կլինի ավելի կարճ ժամանակահատվածում հասնել դեպի Քաջարան քաղաք եւ հետո շարունակել երթևեկությունը դեպի Սիսիան եւ դեպի մայրաքաղաք Երևան։ Ուրախ եմ արձանագրել, որ իրանական ենք ապալառու ընկերության հետ, որի հետ աշխատում ենք նաև Քաջարան-Ագարակ հատվածում, իրենց հետ մեր գործերը ըստ օրացույցային գրաֆիկի են ընթանում եւ դա մեզ տալիս է վստահություն, որ Քաջարանի թունելն էլ պիտի շարունակենք օրացույցային գրաֆիկին համապատասխան իրականացնել։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 6 տարվա ընթացքում, հնարավորություն տալով ճանապարհը կրճատել 40 րոպեով։ Աննա Մելքումյան, Արթուր Հերապետյան, Սյունիք լուրեր։